Ուղիղ եթերով ենք աշխատում։ Պարոն Մանուկյան, նախ եկեղեցու շուրջ ստեղծված այս իրավիճակին անդրադառնանք, դուք նոր եք եկել, կարող եք ավելի թարմ ներկայացնել, դարպասից մինչև այս կողմ ինչ է կատարվում։ Առանձնահատուկ ոչ չկար, մեր քաղաքացիներն են, հայրենակիցներն են։ Հիմա իրականում չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, որոշ դեպքերում ի վերջո բան է, այս կյանքում ապրող մարդիկ ենք, նկատում եմ կանանց խմբերի ցավում եմ իրանց համար, հարգանքս իրանց, որտեղ իրենք ուսուցչուհիներ են, կամ ինչ-որ կոլեկտիվներով եկել են, պետք է շեֆերին ներկայանան, բայց հազարավոր մարդիկ ուղղակի անհատականչով այստեղ են եկել, շատ մարդիկ այս ամբողջ տարիների պայքարի մեջ արդեն այնքան հարազատ են դարձել, որ բոլորին գրկախառնելով հազիվ կարողանում ես մոտենալ։ Պարոն Մանուկյան, մենք օրվա երկրորդ կեսից այստեղ ուղիղ հեռարձակմամբ աշխատում ենք եւ նկատել ենք, որ այս հատվածով փորձեցինք ներս մտնել, չթողեցին։ Պտտվեցինք, հետո տեսանք, որ քպական падգամավորներ են մտնում այստեղ, եպիսկոպոսին աջակցողներում, ում մոտեցանք այդպես ասացին եւ տպավորություն է, որ Մայրաթոռը կիսված է երկու մասի։ Մայրաթոռը չի կարող կիսվել։ Տարածքը նկատի ունեմ։ Չէ, տարածքն էլ չի կարող կիսվել։ Այստեղ գիտեք, այնքան հարստարիչ, այնքան ասպատակողներ են եղել, բայց Մայրաթոռը փառք Աստծո 1700 տարի մնացել է այստեղ, այս պատերի տակ փորձել են հայ առաքելական եկեղեցու գույք 1903-ին ցարական հրովարտակով բռնագրավել, այս հին վեհարանն է։ Այստեղ Սուրինյանցը կտավ ունի այս հին վեհարանից, Խրիմյան հայրիկի նկարն է, որը պատկերասրահում է կախված, որտեղ ցարական հրովարտակն է եւ այն ժամանակվա մեր դաշնակցական հայդուկները նույնիսկ Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան գալով մեր առաքելական եկեղեցու գույքն ունեցվածն ու առաքելական եկեղեցին են պաշտպանել, հիմա էլ կպաշտպանեն։ Ինչ վերաբերվում է այսպես բաժանումներին, դա այս իշխանության ցանկությունն է, պառակտումը, չի կարող եկեղեցին բաժանված լինել։ Չի կարող բաժանված լինել եւ ամեն ինչ պետք է արվի, որ այդ բաժանումը, որը իշխանությունը փորձում է եպիսկոպոսներով, արքեպիսկոպոսներով, կարգալույսներով, ինչ որ մարդկանցով սերմանել, դա այնքան ենք տեսել 26 թվականին բոլշևիկները, չեկիստները փորձել են առաքելական եկեղեցին նման մի աղանդավորական շարժման պառակտել, անկախ եկեղեցի անունով, որի մեջ եղել են նաև վարդապետներ, եպիսկոպոս է եղել, մի քանի տարի հետո նրանք մոռացվել են իսպառ, հիմա անունները ոչ մեկ էլ չի, Աշոտ եպիսկոպոս, ով է հիշում իր անունը։ Բայց բախումների հնարավորություն, ռիսկ տեսնում եք։ Վախ կար, դրա համար երեկվանից բոլոր խելացի գիտակից մարդիկ կոչ են անում չտրվել սադրանքների, պահել զսպվածություն, որտեղ մենք գտնվում ենք հայ առաքելական Սուրբ Եկեղեցու կենտրոնում, Մայրաթոռը։ Այստեղից ինչ-որ շարժման ծնունդ տեսնում եք լինի։ Նայեք, իրականում ոչ թե ծնունդ, այլ հոգևոր ազգային այդ ամբողջ շարժումը, որը մշտական է, երբեք չի դադարում։ Տասնամյակով սովետի ժամանակ կարող է ճնշվել, բայց երբեք չի դադարի։ Հիմա ոստիկաններով կարող են ճնշել, ԱԱԾ-ով կարող են ճնշել, քննչականով կարող են ճնշել, սրբազանների կարող են բանտ նետել, բայց սրբազանները ավելի ազատ են այնտեղ, քան այս ոստիկաններն ու քննիչները իբր իրենց կյանքով ապրող։ Շնորհակալ եմ։